Թուրք փորձագետներն ավարտել են աշխատանքը ռազմական ինքնաթիռի կործանման վայրում և Վրաստանից վերադարձել են հայրենիք։ Հիշեցնեմ, նոյեմբերի 11-ին Վրաստանում վթարի ենթարկվեց C-130 Հերկուլես ինքնաթիռը, որը Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, և երբ հայտնի կդառնան հետաքննության արդյունքները։ Հիշեցնեմ, որ այդ ինքնաթիռում զոհվել էին 20 թուրք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի հրամանատար Իլքեր Այքութը, ով որոշ տեղեկությունների ժամանակ անձամբ էր համակարգում երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ թուրքական ռազմաօդային ուժերի գործողությունները։ Հիշեցնեմ, պատերազմի ողջ օրերի ընթացքում Գյանջայի ռազմաբազայի տարածքում գտնվում էին մի քանի թուրքական F-16 կործանիչներ, այսինքն հավանաբար հենց գլխավոր շտաբի հրամանատարներ համակարգում այդ աշխատանքը եւ անհրաժեշտության դեպքում թուրք օդաչուները պատրաստ էին ռազմական գործողություններին միջամտել։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ կոչումներ են ունեցել զոհված մյուս թուրք սպաները, միայն հիշատակում է, որ նրանք սպա են եղել, բայց կարող ենք ենթադրել, որ նրանց թվում էին նաև հենց այն օդաչուները, որոնց ինքնաթիռները պատերազմի օրերի ժամանակ Գյանջայի օդանավակայանում էին։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ զոհվածների թվում էին հենց այն մարդիկ, ում ժամանակին Էրդողանը ուղարկել էր Բաքու հայերի դեմ կռվելու համար։ Ինչևէ, այժմ արդեն այդ բեկորները ինքնաթիռների փորձում են տեղափոխել Կայսերի քաղաքում գտնվող ռազմաօդային բազա, ուր կշարունակվի հետաքննությունը։ Սև արկղը, ինչպես գիտենք, հայտնաբերվել է այժմ վերլուծում են մասնագետները, ինչպես նաև զեկույց են պատրաստում այն փորձագետները, ովքեր հենց դեպքի վայրում Վրաստանում հետազոտել են վիճակը եւ զեկույցը ներկայացնելու են հավանաբար ավելի շուտ, քան սև արկղի արդյունքները հայտնի կլինեն։ Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ասել է, որ սև արկղերի արդյունքները իմաստ ունի սպասել ոչ շուտ, քան 2 ամիս հետո։ Արտյոմ, իսկ այդ հետաքննությունը միայն թուրք մասնագետներն են իրականացնում, թե վրացիներն ու ադրբեջանցիները ևս իրականացնում են այդպիսի գործողություններ։ Ինչպես հասկանում եմ, եւ Բաքվում եւ Թբիլիսիում զուգահեռ հետաքննություն է իրականացվում, համենայն դեպս այնտեղ ևս քրեական գործեր են հարուցվել։ Շատ հատկանշական է, որ Էրդողանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ու Վրաստանի իշխանություններին հետաքննությանը նպաստելու մասնակցություն ունենալու համար։ Կարծում եմ դրանով փորձում էր ընդգծել, որ Անկարայում չեն փնտրում մեղավորներին Բաքվում։ Դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ սոցցանցերում տարածվել էր վարկած կամ ավելի շուտ հարցադրում այն մասին, թե արդյոք ինչն է պատճառը, որ վերջերս հաճախակի է դարձել, որ Իլհամ Ալիևի բարձրաստիճան հյուրերը Բաքվից հայրենիք վերադառնալից մահանում են անհասկանալի պատճառներով, հա։ Այդպես եղավ նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի դեպքում։ Այսինքն Էրդողանը փորձում է ցույց տալ, որ որևէ խնդիր Բաքվում չի տեսնում եւ հակառակը շնորհակալ է Ադրբեջանի իշխանություններին։ Արտյոմ, իսկ ինչ վարկածներ են առաջ քաշվում։ Ամենատարածված վարկածը, ինչպես հասկանում եմ, բեռների սխալ ձևով ամրացման, այսպես վարկածն է, թե իբր այդ բեռները կարող էին հարվածել ինչ-որ կոնստրուկցիաների ինքնաթիռի տարածքում եւ դա է պատճառը։ Բայց նաեւ բոլոր մնացած այլ վարկածները եւս չեն բացառվում, այդ թվում, ինչպես հասկանում եմ, նաեւ ահաբեկչական ակտի վարկածը եւս։ Ճիշտ է, պայթուցիկ տեղադրելու վարկածը ի սկզբանե բացառվեց, քանի որ փորձագետները համոզվեցին, որ չի եղել որևէ պայթուցիկ ինքնաթիռում, բայց Hürriyet թերթի պարբերականի այդ վերլուծաբան Աբդուլ Քադիր Սելվին սեփական տեղեկացված աղբյուրները վկայակոչելով պնդում է, որ քննարկվում է նաև խոցման վարկածը։ Եվ բացի այդ նաև Թուրքիա պարբերականն է գրել, որ արտաքին ազդեցության վարկածը եւս քննարկվում է։ Այսինքն կրկին խոցելու հնարավորության մասին է խոսքը։ Թուրք փորձագետ Իբրահիմ Քելեշը, ով մասնագիտանում է նման հարցերում, հայտարարել է, որ դա կարող է լինել անօդաչու սարքի խոցման հետևանք։ Եվ ասել է, որ դա կարող էին անել կառավարությունների կողմից չվերահսկվող խմբեր։ Դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ուներ, որքան հասկանում եմ Վրաստանում վաղուց արդեն կառավարության կողմից չվերահսկվող խմբեր կան, արդյոք նկատի ունի
այլ հարակից պետությունների տարածքում գործող չվերահսկվող խմբերի մասին դժվար է ասել։ Ամեն դեպքում եւ սոցցանցերում եւ անգամ լրատվամիջոցներում Թուրքիայում տարածվում է նաեւ Իսրայելի միջամտության հնարավորության վարկածը։ Ռուսաստանում խոսում են բրիտանական վարկածի մասին, իսկ Ադրբեջանում շատ են սիրում խոսել ռուսական եւ հայկական վարկածի մասին։ Օրինակ հիշեցնում են այն, որ Ռուսաստանը դեպքի վայրից շատ հեռու չէ, իսկ Գյումրիի ռուսական ռազմաբազան ել ավելի մոտիկ է։ Շնորհակալություն, Արսեն։